Կարապետյանն է, խնդրեմ պարոն Կարապետյան։ Նախ ողջունում եմ բանախոսներին, շատ կարևոր հարց եք բարձրաձայնում, իրականում միշտ ակտուալ է այս թեման, մանավանդ որ Արցախյան կոնֆլիկտը նոր փուլ է թևակողել եւ այդ նոր փուլը ինչքան էլ փորձեն շահարկեն, վիճարկեն, բայց այդուհանդերձ ամբողջ էությամբ եւ ովանդայությամբ նոր փուլ է, որովհետեւ խնդիրը չի վերացել փաստորեն։ Ի հեճուկս այն մարդկանց, որոնք որ պնդում են, որ Արցախյան էջը փակված է եւ այդ կոնֆլիկտը արդեն իսկ հանգուցալուծված է, ես վստահաբար ասում եմ, որ այդ էջը փակված չի։ Չի կարող 120-ից 150 հազար մարդ, տեղաբնիկ մարդ, որոնք որ հազարամյակներով, նախնիներով ապրել են, բնիկ են եղել իրենց տարածաշրջանում եւ էթնիկ զտման ենթարկվեն եւ դա որքան էլ որ այս պահին աշխարհի լուր համաձայնության արդյունքում տեղի ունենա եւ նրանց աչքի առաջ այդուհանդերձ հենց այնպես դա այսպես ասած մարսվի եւ գնա, դա այդպես չի կարող լինել, ուրիշ բան երբ որ զբաղվողները հետեւողականորեն դրանով զբաղվեն, դա հարցի մյուս կողմն է, մենք հասկանում ենք, որ եթե խոսում ենք ուղիղ եւ անկեղծ, ապա հստակ կա մի դիրքորոշում, պետական մոտեցումը ներկայիս գործող իշխանությունների այնպեսին չի։ Նրանց համար իրոք Արցախյան հարցը փակված հարց է եւ շատ դեպքերում կներեք իհարկե նման խոսվիտի համար ընդհանրապես Արցախի ժողովուրդը, արցախահայերը իրենց համար խնդիր են այս պահին։ Սոցիալականից սկսած մինչև որ առհասարակ նրանք ֆիզիկապես այստեղ են, ցավոք եմ նշում, բայց դա այդպես է։ Եվ այստեղ որքան էլ մենք հիմա լսում ենք, որ նույնիսկ գործող իշխանությունները միական ցանկություն ունեն եւ ընդհանուր մինչեւ պատրաստ են գնալ այն գործողությունների, որպեսզի ԵԱԿ Մինսկի խումբը լուծարվի եւ դա որպես այդպեսին գիտեք նախապայման է եղել, հետո պահանջ եւ պահանջը այսպես շատ գեղեցիկ փաթեթավորված գործող իշխանությունները ներկայացնում են որպես նույնիսկ որ դա մեր կամքն է եւ դա մեր ցանկությունն է, հիմա համատեղ կարող են դիմել ԵԱԿ-ին։ Ես չգիտեմ տեղին է օգտագործել հետեւյալը, որ շատ բան են իրենք ուզում, որովհետև հենց այնպես չի, որ նույնիսկ անգամ երկուստեք համատեղ դիմումով ԵԱԿ-ն մեկնարկի այդ լուծարման process-ը, դա բավականին խրթին ու լուրջ process է, հենց այնպես դիմումների հիման վրա չի լինի, մանավանդ որ ով որ տիրապետում է այդ ամբողջ պրոցեդուրային կհասկանա, որ ԵԱԿ Մինսկի խումբը իրենց նախաձեռնությամբ ստեղծված է, հենց ամբողջ վերպետական մարմնի կողմից նախաձեռնված է եւ այստեղ ընդամենը Հայաստանը, Ադրբեջանը որպես կողմ են հանդես եկել եւ այդ ձևաչափը միակ եւ իրավական միակ ձևաչափն է, որը որ գոյություն ունի։ Եվ այս պարագայում այստեղ շատ վիճարկելի իրավական շատ նրբություններ կան, թե արդյոք նույնիսկ համատեղ դիմումի հիման վրա կարող է լուծարվել ԵԱԿ Մինսկի խումբը։ Եկեք չագերտներ չբացենք, ես խորհուրդ եմ նայել տալիս մեր բանախոսներին, հորդորում եմ շատ չագերտներ չբացել հասկանալի պատճառներով, որովհետև այնպես չի, որ անհնար է, բայց այնպես էլ չի, որ հենց այնպես ընդհանուր մինչև երկու դիմումի հիման վրա ԵԱԿ-ն պատրաստակամություն է հայտնելու կոնֆլիկտը հանգուցալուծված համարել եւ փակել ամբողջությամբ ԵԱԿ Մինսկի խումբ այդ ձևաչափը, այդ մասով։ Ինչ վերաբերում է ձեր հաջորդ բարձրացրած հարցին, տեսեք, հիմա հանրությանը ներկայացվում է, որ խաղաղության պայմանագիր են կնքում։ Ասել եմ բազմիցս, մեկ անգամ եմ ասում, խաղաղության դարաշրջանը դա միֆ է։ Խաղաղության պայմանագիրը դա լակմուսի թուղթ է, որովհետև չի արտահայտում, դա երկու ժողովուրդների կամ արտահայտության արդյունք չի։ Ես ավելին ասեմ, ավելի քան վստահ եմ, որ մինիմում 3-4 սերունդ պետք է անցնի եւ գետ մեկ կրակոտ չպետք է լինի, որպիսի համակեցության որոշակի կանոններ հաստատվեն նույն տարածաշրջանում, այդ էգզիստենցիալ վտանգները վերանան եւ փորձեն թշնամանքի եւ անտագոնիզմը հաղթահարելով կառուցեն համերաշխություն եւ փորձեն տարածաշրջանում այդ կանոններով շարժվելով ապրել։ Նորից եմ կրկնում, դա շատ բարդ process է, առավել եւս, եթե 3-4 սերունդ մինիմում չպետք է տեսնի գետ մեկ կրակոց եւ այդ ամբողջ իրենց աշխատանքը տարվի իրական խաղաղության եւ այլն։ Իրական խաղաղությունը թղթով չի սահմանվում։ Եկեք փաստենք եւ անցնենք առաջ։ Իրական խաղաղությունը զուտ թղթով չի լուծվում։ Այնպես ինչպես զինադատարը ժամանակին, ինչպես հիմա փորձում են կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրել, ոչ մի փաստաթուղթ չի կարող ապահովագրել ոչ մեկին։ Պատերազմող կողմը կուզենա պատերազմի, պատրաստ լինի կպատերազմի, ուզենա վերադարձնի կվերադարձնի եւ հակառակը։ Եվ հասկանալ է այս համատեքստում Ալիևյան ֆոբիաները։ Իհարկե դերևս այսպես
այդ ֆոբիաներին համատեղ նաև տեսնում ենք, չէ, որ Ալիևը տարված է հաղթանակի էյֆորիայի տակ եւ չի պատկերացնում պահի լրջությունը։ Եվ այս համատեքստում նաև գիտենք ծավալապաշտական, իր առավելապաշտական նկարդումները ուղիղ սուվերեն Հայաստանի Հանրապետության տարածքի վրա, մարդիկ ուղիղ եւ անկեղծ որպես անկեղծ թշնամի ասում են այդ մասին։ Եվ մենք ունենք մեր հետևությունները այս մասով, ուրիշ բան, երբ որ այս պահին նրան տրված չի կանաչ լույս, որպես այդպիսին, մասնավորապես հարավի մասով, էքսպանսիոնիստական իր քաղաքականությունը վարելու համար, այդ մասով։ Երկրորդը, այստեղ շատ վիճարկելի է, որ գործող իշխանությունները ներկայացնում են, որ դա բացառապես փոխզիջումների արդյունքի արգասիքն է լինելու, որպես այդպիսին կուլմինացիան տեսնելու ենք փաստաթղթի տեսքով, թույլ տվեք խիստ կասկածել, առավել ևս, որ շատ ճիշտ նկարագրեցիք, եթե մարդը ասում է ես յուրաքանչյուր քայլիս համար պատասխանատվություն եմ կրում եւ հանրային կերպով ներկայացնելու եմ ժողովրդին, բայց գնում ստորագրում է նոյեմբերի 9-ը։ Եվ նույն տրամաբանությամբ ասում է տվել եք ինձ մանդատ, ես կստորագրեմ այն ինչ, հիշում եք, ասում էր բանակցելու եմ այն ինչ կգտնեմ, որ ճիշտ է։ Հիմա այդ տրամաբանությամբ նախ ասեմ 17 կետի դեմ ստորագրողը 27-37 կետերի դեմ եք ստորագրի։ Ուրիշ բան, որ մենք հիմա քաղաքական վանգայություններ չանենք, այսպես նոստրադամուսյան քաղաքականությամբ չզբաղվենք ու նստենք մտածենք ինչի մասին, մենք գիտակցում ենք ինչի մասին է։ Այդտեղ բարդ մաթեմատիկական հաշվարկ չկա, մենք գիտենք այդ 17 կետերը ուրիշ են։ Եվ ձեզ ասում եմ վստահաբար, այդտեղ բազմաթիվ հակապետական ու հակազգային կետեր կան։ Եվ բնականաբար նա գիտակցում է, որ յուրաքանչյուր կետի տակ մի ռումբ կարող է թաքնված լինել։ Եվ այս համատեքստում հասկանալի է, որ հայ ազգը, մանավանդ գիտագից հատվածը, ընդդիմանալու է, չի թողնելու, ընդվզելու է։ Եվ դա կարող է ցասման եւ ընդվզման շատ լուրջ ալիք առաջացնի։ Եվ այս մասով դրա համար ինքը իրեն լեգիտիմացնում է հետեւյալով ընտրված վարչապետը իրավունք եմ ինձ վերապահում ստորագրել այն ինչ գտնում եմ որ կարող եմ ստորագրել։ Եվ վերջում մենք ստորագրված փաստաթղթով փաստի առաջ ենք կանգնելու։ Խոսքը դրա մասին է։ Այնպես որ հասկանալի է, որ սա միակողմանի զիջում է, որովհետև ես բազմիցս առիթ ունեցել եմ, ասեմ, որ եթե սա փոխզիջում է, խնդրում եմ ինձ ցույց տվեք get 1 փոխզիջում, ադրբեջանական get 1 զիջում, որ դրա արդյունքում Ադրբեջանը այսինչ պահով, այսինչ դրվագում զիջում է։ Չկա նման բան, հարգելիներս, դա նորություն չի, ինչ որ նոր հայտնագործություն չենք անում։ Խոսքը վերաբերում է բացառապես միակողմանազիջումների մասին, որի սկիզբը առավել ևս վիզուալ մենք տեսել ենք Տավուշյան այդ սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, այսպես կոչված։ Նույն տրամաբանությամբ, երբ որ հիմա տեղի ունենում Սյունիքում կրակոցներ, ընդհուպ մինչև կրակոցները տեսնում ենք քաղաքացիական օբյեկտների վրա եւ ունենք անբացատրելի մարազմատիկ պատասխան, որ օդ են կրակում, չգիտեմ ինչպես, այդտեղ շատերը զինվորականներ են, անգամ ծիծաղով են հիմա վերաբերում մառախուղ է դրամարկ օդ են կրակում, որպեսզի հասկանան, որ սահմանին զինվոր կա կանգնած։ Նման տխմար ցնդաբանություն մենակ կարող են, չգիտեմ, իշխանամերձ կամ իշխանությունների դաշտամանից օգտվող վերլուծաբաններ կամ իշխանականներ ասեն։ Մի խոսքով գալիս ենք նրան, որ փորձը ցույց է տվել, որ Ալավիների ցեղասպանությունը, Գազայի ցեղասպանությունը, որ հենց հիմա մեր աչքի առաջ է տեսնում, եւ քար լռությամբ աշխարհի լուր համաձայնության արդյունքում դրա սկիզբը դրվել է Արցախի էթնիկ զտման արդյունքում։ Աշխարհը լուր էր եւ տեսավ, որ այդ ամեն ինչը կարելի է համակերպել, լուր ընդունել, անցնել առաջ։ Դրա համար էլ հաջորդիվ տեղի ունեցավ Ալավիների ցեղասպանությունը Սիրիայում։ Այն ինչ որ հիմա տեսնում ենք Գազայում արաբների հանդեպ։ Եվ սա գալիս է էլի այն դոգմատիկ պարզ ճիշտ տրամաբանությանը, որը որ ժամանակին Հիտլերն ասել էր, ով է հիշում հայերի ցեղասպանությունը։ Եթե դահիջին չես պատժում, կրկնվելու է իրավիճակը։ Ու թող որևէ մեկը չասի 21-րդ դարում ենք ապրում, ինչպես կարող է նման դեպքեր։ Բառացիորեն միջազգային մամուլ ուսումնասիրեք, տեսեք ինչպես են կոտորում մեր ու մանուկ Ալավիներին եւ Գազայում ինչպես են ցեղասպանում։ Նույն տրամաբանությամբ Եվ դրա համար պետք է հասկանանք, որ ակունքները որտեղից է գալիս։ Անպատժելիությունն է ակունքը։ Եթե դու չես պատժում դահիջին, ուրեմն պատրաստվիր նմանատիպ արաբիջքների։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն, պարոն Կարապետյան, դուք ճիշտ նկատեցիք, որ